Ինչ կասեք Փաշինյանին դուք, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ոչ մի բան։ Իր եմ ասել դեմ մի քիչ ժողովրդի մասին մտածեցեք։ Մեհետ մինը դուսկա ժողովրդի մասին մտածի, ասի ոչ, սորյուն թունվել եմ, ջբերս տարտակա լծվի, դե չի աղջիկ ջան։ Չեմ կարծում, որ դեմ դուրս գար, չեմ պատկերացնում դա։ Չգիտեմ, երևի համոզմունքը մեջս կա, որ չի լինի այդպիսի բան։ Ինչ պիտի ասեմ։ Դժվար թե կարենա դուրս գան, որովհետև տիկնապաններով է մանգալի։ Շատ բան կարելի է մտածել ասել, այս պահին չեմ կարող ասել, ինչ կոնկրետ կարելի է ասել։ Ինչ ասել, թոշակնին 40,000 եմ ստանում։ Ոչ նպաստ ոնչ է թոշակը։ Թոշակն էլ որ քչիմա կուտակային ակցիմ։ Բա վարձերը ինչից տանք։ Էդ խանութների չառնենք։ Հա, ամեն ինչը, բա վարձերը։ Լիսի վարձը, գազի վարձը։ Բա դա մեջ չի մտնեմ։ Թոշակառուների թոշակը բարձրացնի, այս սաղ թանկացում է, ոնց պետք է լինի թոշակառը, հիչ մայք եմ ստանում, ես այդ հիվանդ եմ, ինչով չեմ բուժման։ Կարող է ուղղախոսությունը կոպիտ հնչի, բայց սենց խոսք կա, ասում է ճշմարտությունը դեղահաբին նման է, դառն է, բայց բուժիչ է, հասկանում ես սավետնանը։ Հիմա սա խորշում են ճշմարտությունից, որ դե դառն է, բայց բուժիչ է, դա է բուժելու մեզ, ճշմարտությունն է բուժելու մեզ։ Այս թոշակառուների բան թոշակը բարձրացնի, տենց շատ են, էլ աղքատ կամ բարենորոգումներ մտցնի, որ անապահով երեխաների համար։